6 ամիս առաջ իր Գյումրիի ավագանին չեղարկեց Ճերմակ հիվանդանոցը աճուրդով վաճառելու մասին եղած նախկին որոշումը, հաստատելով նորը, ըստ որի պատմական շինությունը թողնում են համայնքին ու միջոցներ են փնտրում վերականգնման ուղղությամբ և նախկին նշանակությամբ օգտագործելու համար։ Ներդրումային առաջարկ թե առաջարկները առողջապահական նպատակներով օգտագործելու ունեցել են, հիմա էլ կան, բայց ընթացքի համար կարգավորումներ չկան։ Որ առողջապահական պոլիկլինիկական հիվանդանոց կառուցեն, խոչընդոտ հանդիսացավ, որ լիցենզավորման հարց կա այդտեղ, բայց համապատասխան մարդկանց հետ քննարկումներն ընթանում են։ Նախկին հիվանդանոցի շենքը նորից իր նշանակությամբ շահագործելու հարցն ամեն դեպքում փակված չեն համարում, բայց և ճարտարապետական ամբողջ կառույցի հիմնանորոգման համար կարծում են, որ սուբվենցիոն ծրագիր է պետք։ Նախնական հաշվարկներով մոտ 400 միլիոն դրամի մասին է խոսքը։ Եթե 2026 թվականի ծրագրերում ընդգրկվի, համաֆինանսավորման 60%-ը քաղաքային բյուջեից են հատկացնելու, իսկ դա կազմում է 240 միլիոն դրամ։ Իսկ սուբվենցիոն ծրագիրը, եթե հաստատվի, շենքի մի մասը բուժծառայությունների համար կմնա, իսկ մնացածը կդառնա բազմաֆունկցիոնալ, որտեղ կտեղավորեն նաև համայնքային ենթակայության մի քանի կառույցների։ Այս մոդելով նախատեսում է շենքում տեղակայել մի քանի համայնքային ենթակառուցվածքներ մշակույթի, կրթության, երիտասարդության և սոցիալական ոլորտներից։ Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվեն հետևյալ խնդիրները. կապահովվի շենքի երկարաժամկետ պահպանություն, անվտանգություն և լիարժեք ֆունկցիոնալություն։ Կումայրի արգելոցի պատկան շինություններից բացի տասնյակ կառույցներ, որոնք լքված են և գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, դեռ մնում են պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։ Դրանք քաղաքին վերադարձնելու մասին քաղաքապետարանը դիմումներ ուղարկել է։ Այդ շինությունները Գյումրիին վերադարձնելու դեպքում հիմնանորոգելու և սոցիալական բնակարանաշինության նպատակով օգտագործելու առաջարկներ են անում։ 2026 թվականի սուբվենցիոն փաթեթում այդպիսի առաջարկ ունեն ներկայացնելու։ Նախատեսում են Մուշ 2 թաղամասում 4 հարկանի 2 շենք կառուցել։ Նախնական հաշվարկներով գումարի չափը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ, որի 60%-ը քաղաքի ներդրումն է լինելու։ Ծրագրով նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենքեր, որոնք կհամապատասխանեն բոլոր սեյսմիկ, էներգոարդյունավետ և քաղաքաշինական չափանիշներին, ապահովելով խոցելի խմբերի, այսինքն միագրգռ տարածքների հաշմանդամություն անձանց բազմազավակ ընտանիքների հատուկ կարիքները։ Ծրագիրը 2 փուլով են նախատեսում ավարտել։ 2026-ի սուբվենցիոն ծրագրի ևս մեկ առաջարկ էլ պատրաստում են ընդհանուր մոտ 7 կիլոմետր երկարության փողոցների հիմնանորոգումների համար։ 2026 թվականի համար կառավարությանը ներկայացնելու էլի ծրագրեր կան, բայց հանրային լսմանը ներկայացրել էին 3-ը, որոնք առաջնահերթ են համարում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։